Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն սովորականապես ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Եվ իհարկե մենք ուրախ ենք հերթական հանդիպման համար ու ինչպես միշտ ուզում եմ հիշեցնել, որ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման դա արեք։ Մեզ համար, ես կարծում եմ նաև ձեզ համար դա շատ կարևոր է։ Այնպես որ մեր բարեկամությունը մենք պիտի դրանով էլ ամրապնդենք։ Գիտեք, այսօր մենք նորից հանդիպել ենք մի անձնավորության հետ, ում մեր ունկնդիրները իսկապես սպասում էին եւ նույնիսկ հասցրել էին զանգարել, թե որտեղ է Գայանե Գասպարյանը։ Ընտրեմ Գայանե Գասպարյանը, Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, այս գեղեցկուհի անձնավորությունը մեր տաղավարում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ամեն անգամ հաղորդումները սկսում են կոմպլիմենտներով։ Չէ, դե կոմպլիմենտ, դուք հրաշալի անձնավորություն եք, ամենակարևորը արժանի հայուհի եւ շատ գեղեցիկ անձնավորություն, իսկապես պատահական չեմ ասում, դա ապացուցել եք մի քանի անգամ։ Տեսեք, ես ուզում եմ առաջին հարցը ձեզ տալ որպես հրապարակախոսի։ Այսօր տեսնում ենք աշխարհում ինչ է կատարում։ Այս իրադարձությունները համաշխարհային մասշտաբով, ընդհանրապես բոլոր տեսակի անցուդարձը ինչպես է ազդում Հայաստանի վրա։ Բնականաբար չէր կարող չազդել։ Սկսենք նրանից, որ այս ամբողջ համաշխարհային աժոտաժը, այսինքն այս արհավիրքը արդեն 100 տարուց ավելի է։ Եվ աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունները սկիզբ են առնում մի կենտրոնից, սիոնիստական կենտրոնից, որ աշխարհը ղեկավարում է համաշխարհային բանկի միջոցով, ասեմ այնպես, որ ժողովուրդը հասկանա, ինքը տպեց դոլարը, Ռոթշիլդը, դարձրեցին Ամերիկայի փող, բայց Ամերիկան գնում է իրանից, այդ փողը, միայն Ամերիկան կարող էր փող գնել ամեն դոլարի մեջ 10 ցենտ թողնելով, սարքեց միջազգային վալյուտահայերեն տարադրամ, միջազգային տարադրամ, ստիպեց աշխարհի բոլոր երկրներին, որ ընդունեն ու խոնարհվեն դոլարի դեմ, բացեց իր բանկերը, միացրեց իր կենտրոնական բանկին ու ստեղծեց համաշխարհային բանկային սիստեմը, կառույցը, դրանով էլ ստրկացրեց ու ենթարկեց աշխարհն իրեն։ Ինքը լավ հաշվի էր առել, որ մարդ Արարածը իծնե անձնական շահի գաղափարով է ապրելու, նա կզրկվի բոլոր շահերից, արժեքներից, բայց ոչ ֆինանսական շահից, ինչպես մենք այսօր տեսնում ենք, իհարկե դա ոչ ամբողջ մարդկության համար է, փառք Աստծո, բայց բավականին զգալի մի մասը։ Ես դեռ հիշում եմ, իմ հայրը 68 թվականից մինչև 82 թվականը, մոտ 14 տարի, իր շատ մտերիմ ծանոթի միջոցով, անունը Վարուժան էր, երկուսն էլ մահացել են, դրա համար եմ ասում, ամբողջ աշխարհից հավաքում էր կոտորածին նվիրված փաստաթղթեր։ Այդ գործարանը, որ աշխատում էր այդ թղթերի համար։ Ուրեմն եթե մարդիկ այսօր տներ, պալատներ, փողեր, ռամիկի երազանք, հերս չէ, հերս ասում էր պատմությունն է կարևոր, ես պետք է 2000 թվին, այն ժամանակ ինքը պիտի լիներ 70 տարեկան, համաշխարհային դատի տամ ես արհավիրքի համար, այդ ցեղախմբին, որի անունն է Թուրքիա։ Այդ փաստաթղթերի մեջ անձամբ եմ տեսել, չկան թղթերը, KGB-ն տարավ, անցնենք այդ ուրիշ պատմություն, այդ փաստաթղթերի մեջ ինքը ցույց էր տալիս մամային, ես էլ նայում էի կողքից շատ հետաքրքիր երեխա եմ եղել փոքրուց, ուրեմն Անգլիայի ու Գերմանիայի հրեական բանկերն են ֆինանսավորի եւ զինե թուրքերին, որից հետո Աթաթուրքը Լենինի հետ, դեռ Լենինը ղեկավար չէր այդ ժամանակ, դե բնականաբար ինքը եղել է ագենտ, այսինքն գործակալ է եղել, անգլիական գործակալ Գերմանիայի եւ Անգլիայի
Համոզեցին, որ իրեն հասանելիք այդ գումարի զենք, գումար, ինչ որ տրամադրվում են հեղափոխության համար, ամենատարօրինակը եւ նարկոտիկ։ Ու ես չգիտեի այդ ժամանակ նարկոտիկն ինչ էր։ Ասում եմ, պապ, այդ նարկոտիկը ինչ է։ Ասեցի, տավել լավա չիմանաս ինչ է։ Ժամանակ թմրադեղերի մասին գաղափար չունեին մարդիկ։ Բա իհարկե ես չգիտեի երեխա փոքր ժամանակ։ դպրոցական 8-9 դասարանի։ Ու ասես տեսնում ես, որ ինչ են արել հрьяաները։ Հрьяաների կազմակերպածն է եղել դա, սիոնիստների, որտեղ ոչ բոլոր հрьяաներն են վատը բնականաբար։ Ու հայրս այն ժամանակ էլ ասեց, մեր կոտորածը իրենց կազմակերպությունն է եղել թուրքերի ձեռով։ Մենք գիտենք սիոնիստների միշտ ուրիշի ձեռքով են դա անում, Այդ դրա համար էլ հрьяաները Իսրայելը չընդունեց Հայաստանի համար ընդունված աշխարհով մեկ ընդունված այդ ողբալից փաստը 15 թվի կոտորածը չընդունեց գենոցիդը, որովհետև հենց ընդունի թուրքը կհանի կդանի փաստաթուղթը դեմը կասի դու ես ֆինանսավոր է, ինչպես նաև իմացանք ամբողջ աշխարհը արդեն գիտի Հիտլերին ով է ֆինանսավոր է, դարձյալ ենք, հա? Հիմա ես ուզում հարցնել որտեղից է գալիս այդ ամբողջ արհավիրքը, մինչ այսօր Իմիջայլոց սովետական միության ժամանակ չէր կարող դրս բացահայտ վնաս հասցնի, դրա համար Հայաստանը սովետական միության ամբողջ ժամանակամիջոցում 70 տարվա մեջ ավելի զարգացավ, քան կարող էր առանց այդ կարգերի 100 տարում զարգանալ, դեպ կվերացնեին մեզ, նրանք միշտ են մեզ հետապնդել, ինչի, որտեղ եք իսկապես ասու ասք ենք, իրանք չէ, միշտ էլ սևը սպիտակի դեմ, չարիքը բարիքի դեմ, Ես այսօր նայում եմ ամբողջ աշխարհով մեկ դեմոկրատիա են գոռում, դեմոկրատիա կա շարքը խեղդում աշխարհին։ Եթե Եվրոպական միությունը, որը որ իբրև թե օրրանդ է դեմոկրատիայի, դեմոկրատական արժեքների, չէ, ազնվության, անկաշառ, մենակ 61 դեպուտատ Ալիևը կաշառել է Եվրոպարլամենտից, 61-ից մի քանիսն են դատվել, ինչ-որ մի քանիսի հիվանդ են, մի քանիսն էլ մահացան։ Եթե Եվրոպարլամենտում են 61 հոգի դատվում կաշառքի համար, մեր երկրներում պիտի 100% լինի կառավարության մեջ։ Այդպես է, նույնը Զելենսկին, այդքան փող 360 միլիարդը պարզվում է, ըսկի 1/4-ը չի ծախսվել, բայց քիչ են հանում, շուտով կլսեք, բացահայտվում է, դուք գիտեք, իրենք փողը տվին ու չհարցրեցին ինչ է կարել, Եվրոպան չի հարցնում ուր է այդ փողը, Եվրոպան հետ նրա հավասարաչափ կիսե ու թալանել է, ահա թե ինչի չեն ուզում դադարեցնել, որովհետև դա ամբողջը բացահայտվելու էր, եւ բայց բացահայտվելու է, անկախ ամեն ինչից, սա այսօրվա մեր աշխարհն է եղել։ Դիկին տեսեք կոռուպցիա ասեցի, կաշառակերություն, այս չարիքի դեմ ոնց կարող եք պայքարել։ Այդ չարիքի դեմ պայքարի մեկ ձև կա, պարոն Ղոշյան, այդ ձևը շատ բարդ է մարդկանց համոզել։ Ուղղակի պետական մակարդակով պետք է ամբողջ աշխարհը հրաժարվի այդ սատանայական տպած թղթից դոլար, որը ստրկացրեց ու ոչնչացրեց միլիոնավոր մարդկանց ցավոք սրտի նաև բավականին հայերին։ Գիտեք ինչ, պապաս միշտ ասում էր, հայրս ասում էր, որ մայրս խնդրում էր, որ մի քիչ խնայի մի քիչ ծախսի, հայրս ասում էր մարդու փողը մարդու շատ պիտի չլինի իր տան մեջ, կամ ասեց դու պիտի փողն ուտես, կամ փողը պիտի քեզ ուտի, ժենջան դու որն ես ուզում։ Մայրը ժպտաց, ծիծաղեցինք, հասկացանք ինքը միշտ ճիշտ է։ Դեռ չի սխալվել իր ամբողջ ապրած կյանքում։ Հիմա տեսնում ենք մենք բոլորս, թե ինչպես է փողը կուլ տվել մարդկանց։ Եվ գիտեք ում նա հաջողվում կուլ տալ փողին։ Փողը նրան է կուլ տալիս, ով սնանկա մարդկային բնական աստվածային արժեքներից դատարկ է, տորիչելյան դատարկություն, եւ ինքը լցնում այդ դատարկությունը լրացնում է փողով շատ, մինչև փողն իրան կուլ է տալիս, որովհետև ինքը արդեն անցավ բոլոր գծերը կարմիր, սրբապղծեց, բոլոր իրական արժեքներից հրաժարվեց այդ սատանի տպած թղթի համար, իսկ եկուց կարող է կանգնի փաստի առաջ, որ առավոտ հացի փող չունի, դոլարը փող չի, այլևս, հեռու չի այդ օրը։ Դե, Դիկին, տեսեք կոռուպցիա ասեցի, կաշառակերություն, այս չարիքի դեմ ոնց կարող եք պայքարել։ Այդ չարիքի դեմ պայքարի մեկ ձև կա, պարոն Ղոշյան, այդ ձևը շատ բարդ է մարդկանց համոզել։ Ուղղակի պետական մակարդակով պետք է ամբողջ աշխարհը հրաժարվի այդ սատանայական տպած թղթից դոլար, փող չի, այլևս, հեռու չի այդ օրը։
Տիկին ես պիտի ասեմ, որ դուք ամեն անգամ երբ գալիս եք մեր տաղավար, մենք ձեզանից սպասում ենք ցանկացած հարցի հետ կապված մի սպառիչ պատասխան։ Մի ցավոտ հարցի մասին եմ ուզում խոսել։ Խոսքս այդքան շատ կուսակցությունների, մի քանի տասնյակ կուսակ, որոնք ոչ մի կերպ չեն կարող գալ ընդհանուր հայտարարի, միավորվել։ Ինչն է պատճառը։ Գիտեք, պատճառը նրանում է, որ դրանք անբնական, ոչ անհրաժեշտությունից չբխող երևույթ է։ Ամեն մեկն ուզում իր կուսակցությունը բացի, որովհետև կուսակցություն բացել ինձ համար, դա պաշտոնակրվի հնարավորություն ստանալ։ Եթե դու ազնիվ մարդ ես, եթե դու հզոր մարդ ես, գաղափարախոս, ինչ կուսակցություն։ Կուսակցությունն այսօր ինձ համար դա մի պիտակ է, մի ինչ ասեմ, բարոյալքված արդեն հնչող բան։ Ես դեմ չեմ, որ կան լավ մարդիկ, որոնք մտածում են առանց կուսակցության, չի լինի ստիպված են կուսակցություններ բացում, դեմ չեմ, կան, հո բոլորը սրիկա չեն։ Բայց ես այդ մարդկանց էլ եմ մեղքում ափսոսում, որովհետև այդ կուսակցություն բառն արդեն զզվել է։ Ես ստիպված ամեն անգամ չէ, բայց ժամանակ առ ժամանակ ուզում եմ հիշեցնել, ինչ սրիկայության ու ստորության են ընդունակ ոմանք, օրինակ Մայր Հայաստան, այդ կուսակցությունը, խմբակցությունը, ես չգիտեմ այդ դրանց հավաքը ինչպես անվանեմ, որովհետև մինչև վերջ չհասկացա դա կուսակցություն թե խմբակցություն, բայց եւ այնպես նրանք գողացան մեր մայրերի կոմիտեի վերնագիրը։ Մենք Մայր Հայաստան 21-րդ դար, իրենք Մայր Հայաստան ու բոլոր իմ զինվորները, բոլոր այն մարդիկ իմ համախոհները մտածելով որ դա իմն է, անմիջապես ձայն տվեցին, հավաքվեցին, այսինչ ողորմելի վիճակի մեջ եք ընկել, որ մայրերի գերբն եք վերցնում ձեռքից, Մայր Հայաստան, այդ ճպրոտներ, դուք ինչ կապ ունեք Մայր Հայաստանի հետ, կեղծիկ, կաշառք, ստոր, տգետ, սահմանափակ, դրանք են Մայր Հայաստանը, Մայր Հայաստան բառը չի պիտի լինի կուսակցության մեջ, Հայաստան կարող եք, բայց Մայր Հայաստան չէ, դուք դրա բարոյական իրավունքը չունեք, Մայր Հայաստան պետք է կոչվի միայն ու միայն ամբողջ մայրերի միությունը, երագույն խորհուրդը, մայրերի, դուք եք Մայր Հայաստան, այդ որտեղ պահեցիք մոր պատիվը, այդ որտեղ մոր արժանապատվություն ու նշանակությունը ազգի համար մեծարեցիք, ձեր ամբողջ ելույթներում մի անգամ այդ բառը չեմ լսել, որովհետև ձեր նպատակը են ոնց որ ասում են խլուրդների նման միմացից խլել հնարավորությունները թալանի ես, թալանված երկրից թալանի հնարավորությունների համար եք պայքարում։ Հələ մի հատ գնացեք, տեսեք Ռուսաստանում, Եվրոպայում, տեսեք ոնց են մարդիկ ցավում ու ողբում իմ երկրի ծանր վիճակի վրա։ Մայր Հայաստան, խնդրում եմ սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, երբեք ու երբեք չշփոթեք այդ արատավոր գողավազակների խլած այդ անունը մեր Մայր Հայաստան, մեր հայարակինի մայրերի հիմնած ու ստեղծած Մայր Հայաստան 21-րդ դարի հետ։ Այո, ինձ համար կուսակցությունը դա բացասական տպավորություն ու ազդեցություն է գործում բոլորի վրա կարծեմ, բոլոր մտավորական գաղափարախոս մարդկանց համար։ Այնուամենայնիվ ըստ ձեզ ինչու՞ն է գաղտնիքը, որ մեր ազգը այսքան բարակտված է, ինչն է պատճառը։ Գիտեք ինչ, ես մի բան պետք է ասեմ, որ ազգի բարակտումը, ազգի կործանումը դա մի քանի բանից է կախված, դա առաջինը տգիտությունն է, չէ, կներեք, առաջինը նախանձը, երկրորդը տգիտությունը, երրորդը փառամոլությունը, չորրորդն էլ ագահությունը։ Ես գիտեք ինչ, միշտ զարմանում եմ, ինչի են այդպես արատավոր մարդիկ միշտ գալիս կառավարություն, մենք ենք չէ բերում։ Ես մի հատ հարց եմ ուզում տալ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր որ շուն ունեն։ Երբ որ ուզում եք ձեր շանը զույգեք, անպայման ազնվական շուն եք, չեմ անգալիս, բայց ձագերը, որ պետք է լինեն ազնվական, սերունդը լինի ազնվական չեն։ Բա ղեկավար ընտրելուց ինչ եք ամեն անգամ մի զբլի կատվի բերում, պապուս ասած կներեք։
ճպրոտ դավաճան ցեղախմբերից ոչ ազգությունը գիտենք, ոչ կրթություն ունեն, ոչ նրա գործունեությունը ոտից գլուխ արատա։ Արատ, սխալ չեմ ասում, այդ պարզա որ պետք է սխալվի, բայց բոլորս ենք սխալվում։ Մենք էլ ենք սխալվում, չկա տես մարդ սխալված չլինի։ Սխալվում ենք, այն ցաղում մարդկանց հարցում, մեր բռնած գործերի հարցում։ Բայց մեր սխալն ունի բարոյական գործակից, մեր սխալից դժվում ենք մենք, բարոյական մարդը իր սխալից միայն ինքն է դժվում։ Իսկ անբարոյական գաղափարազուրկ, խոճապի մատնված, որակազուրկ միջատ ներկայացնող մարդը իր սխալով հարվածում է ամբողջ ազգին ու պետությանը, ինչը որ տեսանք, հա? Խնդրում եմ ընտրելու ժամանակ գոնե շան ընտրության նման փնտրեք ազնվական մարդու, մարդ, որը որ ծառայություն է ունեցել, ազգի համար, ճակատագրական ծառայություն, ոչ թե ցայտաղբյուր եմ կառուցել, ծառ եմ տնկել, չէ, ճակատագրական, կան այդպես մարդիկ, որոնք որ անմնացորդ սիրում են, որոնք ամեն ինչ ունեն, բայց միևնույն է դժբախտ են զգում, որտեղ հայրենիքը ցավում է, մայր Հայաստանի հողը լաց է լինում։ Արարատի ձյունն արդեն սկսում հալվել, արցունքներն են իմ սարի։ Մտածեք, տենց ամեն ինչը հերթով թուրքին տալով չի, ազգներների պատմությունը չի ների, Աստված չի ների, Աստծո հարվածն ավելի հզոր է։ Դրա համար խնդրում եմ, գնահատեք հայրենիքը գոնե այնքան, ինչքան գնահատում եք ձեր շանը։ Գոնե այդքան։ Հասկացա ես, տեսեք, այսօր մեզանում հայտնի որ կա միացան ղեկավարում, չէ՞։ Մենք միանց որը ղեկավարում են մեր բոլորս, եւ նրա ամեն մի սխալ շատ կարող է թանկ նստել մեր պետության, մեր երկրի վրա։ Արդեն նստեց, պարոն Ղուշյան, ինքը արդեն շատ թանկ է նստել։ Չի կարելի տենց սրբապիղծ լինել, ոնց կարելի է դրա մասին չխոսալ 5000-ից ավել իմ գյոզալ սերունդը։ Իմ է որ նայում եմ դեմքերին ասեմ լսի ոնց որ հատուկ ընտրանի լինեն։ Պատկեր տղեկ, աչքերը, հայացքը, խորությունը, լավ է տերի խքի մոտ այդ խորությունը որտեղից, արտաքինը նայեմ, իրանց հայացքը նայեմ, ժպիտը, հայի գերբը դեմքերի խպած, ոնց տարավ, այդքանի տվեց, մատաղարից տվեց, թուրքի բերան, չթողեց տղեկը կրվել, զենքը չտվեց, որովհետև նախապես արդեն պատերազմը պարտված, պայմանավորված էր, մենք էլ մեր հերոսներին մատաղ արեցին, հողերը տվեց, ինչ իրավունքով դու ես մի անձնյա 150,000, 120,000 կապ չունի, ամբողջ Արցախի իմ բնակչությունը հանեցիր ընդեղից, պայմանավորված եղբորդ հետ Ալիևի, հա? Էդ ով էր քեզ թույլ տվել, հորդ հողերներ, դու ինչ կապ ունես այդ հողի հետ, դու ով ես ազգությամբ, ես անպայման պահանջելու եմ քո դեինկան, ես գիտեմ քո դեինկայի անալիզի պատասխանները, արդեն գիտեմ, թող ժողովուրդն էլ իմանա, նա ոչ մի իրավունք չունի, բայց չեք տեսնում, սախատված ամեն անգամ ասում է, ես եմ երկրի ղեկավարը, ես եմ որոշողը, ես եմ, դու ով ես, դու գոնե գլխի ես քո հետ ինչ ա լինելու, թե մտածում ես մարդիկ վախեցած են, ազգը վախեցած է, խեղճացած է, հացի վաստակի մասն է մտածում, դու տենց պիտի միշտ կառավարես, լուրջ, վերև Աստված կա։ Այնուամենայնիվ ձեզ Տիգնի Գայանի, ինչի է ուզում հասնել Փաշինյանը այն պայքարով, որը նա սկսել է եկեղեցու դեմ։ Այդ իհարկե այդ հարցի վրա կներեք իմ ծիծաղն է գալիս, շատ։ Բնականաբար, որ այդ պատվերը գալիս է դրսից, բոլորս հասկանում ենք։ Պետք էր սիոնիստներին, որպեսզի Վատիկանը, խայտարակված Վատիկանը տեղ չունենա տեղափոխվելու, որը պետք է անպայման լինի, անպայման Վատիկանը փակվելու է, Հայաստանը չի դառնալու Վատիկան, դառնալու է քրիստոնեության կենտրոն, Վատիկան գաղափարը վերանում է, այսինքն իրանք իրանց վերացրեցին, եւ որպեսզի այդ տեղ չլինի, բնականաբար ինչպես միշտ թուրքերի ձեռքով է դարվում։ Չմոռանաք, որ թուրքերն ու հրեաները նույն ղազարական ցեղախմբից են եկել, հա? Արմատները նույնն են, ահա։ Եվ որոշել է, որ բերեն արդեն նախապես ընդեղ Թուրքիայի հայ
հասկանալի է, չէ, հայ ճակերտավոր Սրբազանը թե ղեկավարը չգիտեմ, բերեն Գարեգին բայի տեղ։ Ես ձեզ պետք է անկեղծ ասեմ, կտրիչ ինչան։ Ներսիսյան։ Կտրիչ Ներսեսյանին ես առանձնապես ոչ մի համակրանք չունեմ, բայց Գարեգին բայի հանդեպ այո։ Հասկացաք ինչ ասեցի։ Այդ հանդերձանքը, որը սիմվոլացնում է իմ հավատքը։ Եթե ինքն էլ մեղք ունեցած լինի, այս բոլոր արատավոր մեղսակիցներին երդ վերցնեմ այդ մեղավոր ոհմակի մոտ, ինքը ավտոմատ դառնում է հրեշտակ, ասեմ անկեղծորեն։ Բայց դե ինքը ամեն ինչ կարա հավատա, որովհետև մտածելակերպը հրաժարվել է, ուղեղը հրաժարվել է դվարդուց, չկա, ինչ ասում են, ինքը զոմբի ավտոպիլոտի վրա, ոնց որ ասում են, անում է դա, ի վնաս իրեն, ուրեմն այդքան էլ արաբներ, թաթարներ, թուրքեր, պարսիկներ, մարդ չմնաց մեր վրա չհարցակվեց, սկսած Վիզանտիայից, սկսած Հռոմից, սկսած ու ոչ մեկ չկարողացավ հային զրկել իր հավատքից։ Դուք մտածում եք, ինչ որ մի ճպրոտ, պատի ծակից հելած, այն ռուսը, որ ասում է «Biz rodu, biz plemeni» պիտի գար ու մեր եկեղեցու դեմ, հետո ժողովուրդ, հետո ված ես տենց վախացրե, ինքը ոչինչ էլ չի կարողանալու։ Այն էլ ինչ որ արել է, շատ հեշտությամբ խորանարդի աստիճանով վերադառնալու է։ Արցախի հետ միասին գալու է Գանձակը, Նախիջևանը։ Իմ երրորդ աչքի տեսողությունը շատ սուր է։ Թող լսեն բոլորը, թեև որ չեն հավատում, չէ, շատերը, թող լսեն, միևնույն է, տեսնելու են։ Հիմա եկել այդ ամբողջ հայ ազգի հազարամյակների պատմություն արդեն հասնում է 12,000 շուտով մեկը հայտնաբերել արդեն 20,000 տարվա պատմություն է, աշխարհին քաղաքակրթություն տրված, առաջի քաղաքակիրթ պետություն ստեղծած 12,000 տարի առաջ ժողովուրդը պետք է սպասեր, որ մի հատ ինչ ասեմ, մոլորված թյուրախեղված հիվանդ պիտի գա այդ ամբողջը քանդի, լավ էլի ժողովուրդ ջան, ինչ եք լսում, մի լսեք դրան, չհավատակ, չի լինելու, ոչ մի բան էլ չի կարողանալու անի, ես ձեզ խոստանում եմ, միայն լավն է լինելու։ Այնուամենայնիվ անդադ նշում եք թեորիստները, այսպեսին են դա, դրանց դեմ պայքարի ձև չկա։ Կա, իհարկե, ես ասեցի, դոլարից պիտի հրաժարվենք։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, Հայաստանի ճակատագիրը Հայաստանում չի որոշվում, Հայաստանում որոշի։ Բնականաբար Հայաստանը շատ մարդիկ անկախ նրանց վերաբերմունքից մեծ պետությունների միմյանց հանդեպ իրանք շատ լավ հասկանում են, որ Հայաստանը մոլորակի սկիզբն է, նրան վերացնել չի կարելի։ Այդ մեղքը ոչ մեկ չի կարող այդ մեղքետակից դուրս գա, եթե կարողանային վաղուց արդեն վերացրել են, ուրեմն հասկացան, որ մեզ պահում է մեր Աստված, այո, ոչինչ չեն կարողանել։ Հիմա հարցը նրանում է, որ սիոնիստների ողնաշարը կոտրվել է, պարոն Ղուշյան, հիմա առաջվա նման չեն սիոնիստները, այսինքն, եթե առաջ որևէ մեկը հանկարծ առողջ ու ազնիվ քննադատություն ուղղեր սիոնիստերի կամ հրեաների դեմ, ինչ էին ասում, անտիսիոնիզմ, չէ, ու արդեն դատապարտում էին, նույնիսկ որոշ երկրներում եվրոպական դատ էր հասնում։ Ահա, այսօր որ մտնում եմ YouTube, ցանկացած սոցկայքեր մտեք, չեմ կարող հաշվել, բոլորը բացահայտում են սիոնիստական արհավիրքը փաստերով նկարահանած։ Իրենք արդեն չկան, իրենք արդեն աշխարհի տեր չեն։ Իհարկե, իրենք տենց հեշտությամբ չեն զիջի, ինչպես ասում էր Արբակ Խաչատրյանը, նրանք մինչև վերջ պիտի պայքարեն, բայց ավաղ պայքարն արդեն պարտված է։ Ինչ նման է մեր ղեկավարին, ինքը արդեն պարտված է, բայց ինքը վերջին փրփուրներից է ձեռը գցում Հայաստանի ղեկավար իրեն կանչում են խոշոր երկրների նախագահները անգամ ձեռով բարևում են, ըստ երևույթի դրանից հետո ձեռքերը գնում են ախտահանելու։ Իհարկե դրանց ամեն ինչը սկիզբ ունի, վերջ ունի, դրանք այդ վերջի արատավոր երևույթներն են, որ իրանք անում են աշխարհի հանդեպ ոչ միայն հայերի, դա համար իրանք արդեն պետք է
գնան։ Ես իմ երրորդ աչքը տեսել եմ, որ չի լինելու Իսրայել, շատ ցավում է, որովհետև ժողովուրդը մեղք չունի այդ կազմակերպությունը սիոնիստական, որոնք որ աշխարհի փողերի ու բանկերի տերն են, անգամ իրանց ազգը արհամարացում են, նրանց համար այդ մի 2-300 ընտանիքի ցենքում մարդ չկա, գոյ են ասում մեզ, բոլորը գոյ են, գոյերին պիտի վերացնենք հատկապես տաղանդավոր, հարգված, սիրված, հանճարեղ ու ընդունված ազգի կողմից մարդկանց, որտեղ իրանք պիտի իրանքան զբաղեցնել պաշտոնները, ինչը որ անում են հիմա սովետի փլուզումից հետո թե Ռուսաստանում, թե Հայաստանում, թե Վրաստանում, բոլոր երկրներում, մի հատ նայեք Ուկրաինայի, մի հատ ուկրաինացի չկա, բոլորը հрьяաներ են, նախագահից սկսած մինչև վերջի պաշտոնյան, այս sense բանով ատես է, այդքան համոզված եք ձեր անպատժելիության, ամենակարողության վրա ոչինչ, նրանց հարվածն ավելի ցամոտելին է։ Դեգինգը դուք հաճախ եք խոսում ԴՆԹ-ի այդ անալիզ անցկացնելու մասին, բայց չեք կարծում, որ մեզ կարող է համաշխարհային հանրությունը այլ աչքով նայի։ Նախ սկսենք դրանից ինչ է նշանակում համաշխարհային հանրություն, այդ որ հանրության մասին է խոսքը, պարոն Ղուշյան։ Երբ որ քրիստոնյա ազգը, որ անմնացորդ նվիրվեց ամբողջ աշխարհին, տվեց քաղաքակրթություն, ամենաբարի, ամենաառատաձեռն, ամենաբարոյական, ամենագաղափարախոս ազգին, փրթում էին անընդհատ իրանք բոլորը լռում էին։ Այդ հանրության մասին նախ խոսքես կներեք թքած ունեմ այդ համաշխարհային հանրության վրա, որ մինչև այսօր 21-րդ դարում թուրքի ձեռով հրեայի, այսինքն ադրբեջանցի թուրքի ձեռով թուրքերի, հրեաների, Պակիստանի, դու հենց տեսեք քանի կողմից Ուկրաինան էլ ընդեղից ֆոսֆորի զենք է հարցուցում, ել չեմ ասում որ Ռուսաստանն էլ իրեն ճիշտ ճպահեց։ Ես ուզում եմ իմանամ, այդ ժամանակ ուր էր այդ համաշխարհային հանրությունը։ Խոսքար հիշում եք, թքել եմ հանրության ճակատին։ Մեր գրողներից մեկն էր ասում։ Մեծ որ հանրությունը ոչինչ չի կարող ասել, որովհետև եթե կարող է թող իր մեղքերն ու արատների բացատրությունը տա անցանք առաջ, իսկ ԴՆԹ անալիզը իհարկե պիտի արվի։ Նախ եւ առաջ բոլորը իրավունք ունեն իմանան իրենց արմատները, իրենց նախնիներին, անցյալը, իր պատմությունը, դա ապրելու իրավունքից հետո, պարոն Ղուշյան, դա երկրորդ իրավունքն է եւ հայ մայրերը առաջին եւ ամենաճիշտ դեմոկրատները կլինեն, երբ որ մարդկանց վերադարձնեն իրենց ազգային պատկանելիությունը։ Եվ հետո կիմանանք, որ ազգը ինչի է ընդունակ, որ հասկանան, եթե դու ապրում ես ուրիշի երկրում, բարի եղել երկրի ընդհանուր օրենքը ընդունի, մենտալիտետ ընդունի, քաղաքակրթություն ընդունի եւ ծառայի բոլորի նման երկրի բարգավաճմանը։ Երկրորդ օրենքը մենք պետք է ընդունենք մեր դարժան փորձից ելնելով։ Հայաստանի կառավարություն պետք է մտնի միայն ԴՆԹ-ով հաստատված հայը։ Բոլոր առավելություններով հանդերձ նա պիտի հաստատված հայ լինի։ 35 տարվա դառը փորձը մեզ ապացուցեց, որ այլ ազգի ներկայացուցիչը չունի հայրենասիրության ու ազգասիրության այն զգացումը, որը ծաղկեցնում, հզորացնում է երկիրը։ Ես ուզում եմ մի փաստի վրա էլ ձեր ուշադրությանը բևեռել եւ հատկապես ձեր սիրելի բարեկամներ, ադրբեջանական նավթը արդեն Հայաստանում է, այս մասին ինչ կարող եք ասել։ Ես կասկած չունեմ, որովհետև երբ որ համաշխարհային ամբողջ բիզնեսը հրաժարվեց, նավթային բիզնեսը հրաժարվեց Ալիևի նավթից, քանի որ դեռ խլորիդներ, դու չգիտեմ ինչ թունավոր նյութեր են խառնված, որոնք որ փչացնում են ամբողջ սարքավորումները, թե հաստոցների, թե մեքենաների, թե գործիքների, ոչ մեկ չի առնում այդ նավթը։ Ինչ արեց։ Ինքը գիտի, մի քանի վաշխառու ամբողջ կյանքում ատենցել ռամիկ չտես, տգետ մնացած հայերին բիզնեսմեն, այս ժանով տվեց, նա չմտածեց, որ իր երկրի հերն անեցում, կարևորը 3 անգամ ավել փող կառնի։ Ես չգիտեմ ով է դրանց հետ համաձայնեցվել այդ նավթը բերել, կառավարությունն ասում է ինքը չի, գործարար մարդիկ են, դրանք գործարար չեն, դրանք դավաճան, վաշխռու առևտրականներ են, հակազգային էլեմենտներ, քայլող հարուցիչներ,
ստորացված, ջնջված, զրկված մարդկային անգամ փոքր նշույլներից։ Գիտեք ինչ, ես մեկ-մեկ մտածում եմ, էլի մարդկային տեսակը ունի սահման, գցենք մենք ասում ենք կենդանիները բաժանվում են 8 խմբի, 10 խմբի, բույսերը բաժանվում են 45 խմբի, ամեն մի ճյուղը խումբը իր մեջ պարունակում է հարյուրավոր գցենք տեսականի։ Ես միշտ մտածել եմ մարդիկ ինչքան տարբեր են լինում։ Քծնող փառամոլճի վաղից, մի հատ լսեք, քծնող փառամոլճի վաղից մինչև հանճարեղ հայը։ Հիմա ասենց օրինակ բերեմ։ Այվազովսկին իր նկարների համար թուրքական շահից ստացել էր ոսկե շքանշաններ, ադամանդապատ, թանկարժեք եւ այլն։ Եվ 1 չէ, 2 չէ, 3 չէ, բավականին։ Բայց երբ որ ինքը իմացավ 95 թվականից դե շատ են կոտորում, այդ որ 15 թիվ եք ասում 1.5 միլիոն, խնդրում եմ չմոռանաք, ընդհանուր 4 միլիոն հայ ապրտվե 1890-ական թվականներից մինչև 23 թիվը, այդ մի օրվա թիվը մի սահմանափակեք դրանով, այդ նշեք այդ մի օրը, ընդհանուր 4 միլիոնից ավել, ինքը իր Կոնստանտինոպոլիսում իր շան վրա կախեց մեդալները, հատուկ գնաց թուրքական դեսպանատան կողքով, դեսպանը տեսավ, եւ այնտեղ հայտնել է, որ Այվազովսկին մեր տված շքանշանները կախել է շան վզից։ Ես ասեմ թուրքերին, էդ էլա ձեզ մեծ պատիվ, որ հայ շունը կարա ձեր մեդալները կրի։ Հետո գնում է ծովի ափ եւ շպրտում ծով։ Մի քանի հոգով մտերիմներով իրա, հա։ Իսկ այսօր իմ ղեկավարը, ինչ ծանրի այդ բառը ասում, գնում է թուրքի ձեռքից Ալիևի տված շքանշանն ընդունում, մի հատ էլ հպարտանում, ուրախանում։ Մի հայ, որի շքանշանը մուսուլմանի կողմից տրվեց, դե ինչ հայ, իսկ դե ենք այլ պետք չի անել այդ մարդուն։ Հա, մարդիկ տարբեր են, ինչ ասեմ։ Իգինգանը, գիտեք, ես մի փաստել կա, որը ինձ հետաքրքրում է, եթե նկատել եք, հատկապես մեր վերջին շրջանում մեր ակտիվ հայերի նկատմամբ ձերբակալություններ են սկսվել։ Մասնավորապես դες ասեմ, տեսեք, ես շատ ցավում եմ այդ կապված Սամվել Կարապետյանի հետ այդ ձերբակալությանը, որովհետև ես բախտ եմ ունեցել, երբ Մոսկվայում աշխատում էի RTV ռուսալեզու միակ հեռուստատեսության տնօրեն, ինձ այն ժամանակ առաջարկեցին, դա մի 10-ամյակ առաջ էր, գլխավորել դե ֆակտո ամսագրի ռուսական տարբերակը։ Եվ մոտ 2 տարի մենք հրապարակում էինք այդ ամսագիրը։ Ու մտածում ենք ոնց կարող ենք դա պահել ամսագիր, որտեղ հասկանում եք տպագրել Մոսկվայում ամսագիր։ Ու մենք գնացինք Սամվել Կարապետյանի մոտ, ես նրան ասացի, որ այսպես։ Ինքը լսեց, լրուր, այսպես հետո ասեց, ինչքան գումարի մասին է խոսքը, դե ասի գոնե ամիսը մի $3000, որ կարողանանք այն մանր ծախսերը հոսանքի աշխատավարձի ծախսերը ասեց $5000 դուք կունենաք ամեն ամիս ձեր բյուջեում եւ այդ մարդը 2 տարի մեր լրագիրը պահեց այդպես։ Եվ այս բարերար այսօր հայտնվել է բանտում, սենց խոսում են ինչ բարերար, նա սիրելիներս ես պիտի ասեմ, որ Սամվել Կարապետյանը երբեք Հայաստանի փողերով չի արստացել։ Նա դրսում է աշխատել իր գումարը։ Ես ձեզ մի բան ասեմ, չարությունը ես քիչ առաջ ասեցի մեր ազգին ինքնակործանում, ինչի չեն կարող միացնանանք, օրինակ ես չեմ կարող միանալ մարդու հետ, որ ունի նախանց չարացած է ինքը, տկետ է ինքը, ագահ է ինքը, ես այդ մարդկանց հետ չեմ կարող, դուք հասկացաք ինչի չի լինում մեր միասնությունը, ուրեմն ստիպված պետք է կոչենք ինչքան արժանապատիվ հայ կա, եկեք մենք միանանք, մենք ավելի շատ ենք, մենք 70-75% ենք։ Իսկ ինչ մնում է Սամվել Կարապետյանին, ես ուզում եմ դիմել ժողովրդին, ժողովուրդ, եթե կգտնվի մի մարդ, որի երբեք թերություն կամ սխալ չի ունեցել, նոր թող բերանը բացի ու խոսի Սամվել Կարապետյանի մասին։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, չկա ծառ, որի վրա մի տեղին տերև չլինի, բռնենք այդ առողջ բերքատու ծառը կտրենք, հա։ Բայց որտնաս փտած ծառը, որ բերք չի տալիս, մենակ մոլախոտա կերակրում, իր տակը իր ворթերով, դրանց խեք բարձրացնում ու պաշտում։
Բա դուք ինչ եք ուզում էլ ստանաք։ Եթե դու այսօր քո արժեքի հանդեպ տենց ես վարվում, ես չեմ ճանաչում իրան, բայց ուրախանում եմ, որ մեր հայրի մասին դες լավ բաներ է պատում եւ պետք է անկեղծ ասել, այս վերջերս ինձ շատերը պատմեցին, թե իրանց հանդեպ բազմազավակ մայր պատմեց, Ռուսաստանում շատ մարդիկ, որոնց աշխատանք ա տվել, բա որ դրանց չձերբակալի, ինքը ոնց կարող է կավարի, ինքը չի կարող, վախը մեջն է, սարսափ, ես ձեզ ասեմ, ինչքան էլ դուք ձերբակալեք, պարոն Փաշինյան, սարսափելու եք հայի որակից, այդ որակը չի կորելու ու չի մեռնելու, մազն ընկավ, 10 գլուխ կընկնի, մի կարծեք ձեզ աշխարհի ամենակարողը, դուք տեղյակ չեք, թե ինչ հզոր հայեր ունենք, ես որ նայում եմ Ռուսաստանում, մեր եկեղեցու դեմ դուրս են գալիս միտինգներ են անում, թանգարաններին բացում մեր հայ տղերքը, մեր անցյալների, մեր հզոր հայերի պատմական նշանակություն ունեցող մեր հայերի թող սերունդը տեսնի դպրոցներ են բացում, այս չպրոտը ոնց կարող է, եւ մենակ Սամվել Կարապետյանը չի, ցավոք սրտի, կան էլի շատ մարդիկ, լավ տղեկ կամ սպանում են, կամ ձերբակալում, կամ էլ տղեկը հասցնում են լքեն, լավ եք անում տղեկ, գնացեք գոնե գենը պահեք, այս շատ քիչ է մնացել, մինչև այդ սևոր եկած։ Գան այդքան համարժեք մի խոսեք, մեր ձեզ կձերբակալեն։ Ինչ չեն կարող ձերբակալեն։ Նա սկսեմ նրանից, որ ես վախ չունեմ, որովհետև իմ ապրած ամեն մի օրը այդ մոլախոտերի ամբողջ կյանքից թանկ է։ Ես իմ ամբողջ կյանքը ծանր, դժվար, լավ, վատ ապրել եմ մի հզոր զգացումով, հայազգային մտածելակերպով, հոգու հզորությամբ, լսում եք ճպրոտներ, ապրել եմ իմ խղճի հանդեպ հանգիստ լինելով, ապրել եմ ու հասկացել, հպարտացել առաջինը, որ ես հայ եմ, երկրորդը, որ ես հզոր, լուսավոր հայի զավակ եմ, այդ իմ ծնողն ինձ համար Մասիսարի կենթանությունն է, քայլող Մասիսարն է եղել, այ մարդ եմ ասեք գաղափարախոս, հզոր ազնվորություն, թե չէ, մնացածը, կենցաղը, ճպրոտ մարդու պրոբլեմա թող լուծեն։ Լավ, Տիկին, այնուամենայնիվ, ինչպիսին եք տեսնում Հայաստանը առաջիկա 5 տարիների ասենք ընթացքում։ Առաջիկա 5 տարիների ընթացքում, բայց կսկսվի արդեն մի տարվա մեջ, իհարկե, ոչ թե 5 տարի հետո, խնդրում ստեղ ուշադրություն։ Հայաստանը մուտք է գործում նոր ծաղկման, հզորացման դարաշրջան։ Դա կանգ չի առնելու։ Աշխարհը ընդունելու է Հայաստանի նշանակությունն աշխարհի համար, լսեք ժողովուրդ, ես չեմ պահանջում հավատալ, բայց լսեք, որ տեսնելուց իմանաք մարդիկ կան, որոնք ավելի հեռու են տեսնում ու ավելի շատ գիտեն, այդքան բան, Հայաստանը դառնալու է երազանքի երկիր, մի հատ ընկեր ունեմ ռուս, ասում էր Շվեյցարիա отдыхает, Շվեյցարիան Հայաստանի մոտ ինչա որ անցանք, Հայաստանը դառնալու է քրիստոնեության կենտրոն, Հայաստանը դառնալու է աշխարհի սովի փրկության ամենակարևոր ճանապարհներին հատվածը, որին ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել, լեռները թույլ չեն տա, Հայաստանը դառնալու է գաղափարախոսության կենտրոն, բացվելու են գաղափարական կենտրոններ, մոր դերակատարումը բարձրացվելու է, մոր նշանակությունը բարձրացվելու է, բավական եղավ մորը մի կողմ քաշել ու ստորացնել, արձաններով չեն ընտրում մորը, հարգում ու սիրում, մայրը մայր Հայաստանի սիմվոլն է, ամեն ինչ սկսվում է մորից, մորը պետք է տաս հնարավորություն դաստիարակի իր երեխաներին կրթի, երեխան պետք է մեծանա հայազգային, աստվածային, համամարտկային, բնության արժեքներով եւ այսքան վիժվածք չէր լինի, եթե մոր դերակատարումը չկործանեիք։ Մեր 4 տեղ պետք է աշխատի երեխան ուրան գնում սեկտաների, սատանայական կառույցների, որտեղ ինք արդեն ոչինչ չի կարող անել, ուղեղն արդեն զոմբիացած է,
նրան զրկել են սեփական ուղեղի մտածելակերպից, դա մեր զոհերն են, բայց գոնե նոր սերունդը պիտի փրկվի։ Հայաստանը դառնալու է աշխարհի, ինչ ասեմ, ուխտի կենտրոնը, աշխարհի երազանքի երկիրը։ Ես որ մեկ-մեկ նայում եմ սոցիալական կայքերում, թե ինչքան են Հայաստանին գովաբանում, թե ինչեր են հայտնաբերում, ամեն մետրի հողի տակ նոր գյուտ են հանում 4000 տարվա, 6000 տարվա, 7000 տարվա, ժողովուրդ, հիշի, որ ոչինչ չունենաս մնաս ցավակ հացով, մենակ է զգացումը, որ դու հայ ես, արդեն դու պիտի երջանիկ լինես, որովհետև մենք Աստծո զավակներն ենք, մենք առաջինը դիմեցինք Աստծուն, մեղանչեցինք ու ընդունեցինք քրիստոնեությունը, չմոռանաք, մի տրվեք կենցաղին, կենցաղը մարդուն կուլ է տալիս, ստեղ մի նժարին մարդկային արժեքներն են, հայազգային արժեքներ, աստվածային արժեքներ, մյուս նժարին կենցաղն է, այս կենցաղը գալիս հասնում է այս նժարին, հետո սկսում է բարձրանալ, այս արժեքները իջնում կենցաղը ագահություն, էլի ավելի շատ, մի գեղեցիկ որ տեսնում են, բոլոր իրական ու թանկ արժեքները չկան, թաղված են արդեն, ինքը մնաց կենցաղում ողորմելի, գոյատևող, ինչ ասեմ, լափող օրգանիզմ, մի արեք, ձեր ժառանգներն են դատապարտվում, չեք տեսնում ինչ ժառանգներ եք ունենում, էլ նարկաման, էլ կազինո, էլ այլասերված, էլ մարդասպան, ինչ ասես, ոչ մի մարդկային բան, էդ եք թողելու ձեր երեխեքին, թող իրենք աշխատեն, գիտեք Հայնիկենի հետ ես մի անգամ զրուցում ենք, գիտեք ամբողջ աշխարհը իր գարի ջուրն է խմում, Հայնիկեն, հոլանդացի, եւ իմ տղան մի անգամ ասես մամ, գիտես այդ քո ընկեր Հայնիկենի թուրը մեզ հետ է սովորում, ինձ հետ էլ աշխատում էր ռեստորանում, ուրեմն մի ինստիտուտում սովորում էին, երեկոյան գնում էր աշխատում էր նույն ռեստորանում, որտեղ իմ տղան էր աշխատում, 3 տարի, 2 տարի աշխատել են, իմ տղան չի իմացել, որ ինքը Հայնիկենի թուրն է, որովհետեւ աղջիկա տղան էր, այդ մի աղջիկն ունի եւ այդ աղջիկը այդ տղան ունի, չէ՞։ Ազգանունը Հայնիկեն չէր, իսկ ինքը չէր ասում, ինքը մինչև գիշերվա 12-ը մեկ աշխատում էր, որ իր գրպանի փողը վաստակեր կրթության փողը տար, որովհետև քաղաքակիրթ մարդը թող հարստանա, իրանց հասնում է, տգետի չէ։ Ինգանը շնորհակալ եմ այսօրվա համար եւս, ուրախ եմ, որ մենք միշտ այդ բաց, այսպես անկեղծելույթ ենք ունենում։ Շիրի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք հերթական անգամ հյուրընկալել ենք Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գայլի Գասպարյանին, մեր հայտնի հրապարակախոսին, ում հետ հավատացեք ամեն մի հանդիպում մի շատ ինքնատիպ բացահայտումների տեղիք է տալիս, իսկ քանի որ Փակ TV-ն դա բացահայտումների, անակնկալների եւ կարծիքների հեռուստալիք է, նման մարդկանց կարիքը մենք իսկապես շատ զգում ենք։ Շնորհակալ եմ։ Փոխադարձ ամեն ինչի իհարկե բոլոր հարգանքները վերաբերմունքը ամեն ինչ փոխադարձ է, ես էլ եմ շնորհակալ եւ չեմ ուզում ասեմ ստեսություն, ուզում եմ ասեմ մինչ նոր հանդիպում, սիրելի ժողովուրդ։ Եվ ձեր բարեկամներ, այսօր այսքանը, միշտ մնացեք լավատես, ցտեսություն։